Ուկրաինայի պատերազմը մի քանի օրում կանգնեցնելու խոստումով իշխանության եկած Թրամփը չի կարողանում տեր կանգնել խոստմանը։ Միացյալ Նահանգների վարչակազմը կարծես ուժերից վեր է համարում լուծել 3 տարի 2 ամիս առաջ սկսված ու չավարտված հակամարտությունը։ Վերջին ուժերն է կենտրոնացնում Թրամփի թիմը այս հարցի վրա։ Մենք ուզում ենք, որ դա արագ տեղի ունենա։ Եթե ինչ-որ պատճառով կողմերից մեկը բարդացնի իրավիճակը, մենք պարզապես ասելու ենք՝ դուք հիմարներ եք, դուք սարսափելի մարդիկ եք, ու մենք ուղղակի մի կողմ ենք քաշվելու։ Բայց մինչև վերջ հույսը չի կտրել Թրամփը, կարծում է խելացի դատող ղեկավարներ են նստած Կիևում ու Մոսկվայում ու իր խաղաղության առաջարկը կդիտարկեն որպես արյունահեղությունը կանգնեցնելու շանս։ Մենք ուզում ենք, որ պատերազմը ավարտվի, մտածեք այդ մասին ամեն օր։ Կարծում եմ այդ խնդիրը լուծելու համար լավ հնարավորություն կա այնուամենայնիվ։ Առաջինը Միացյալ Նահանգների պետքարտուղարն է անոնսել, որ Վաշինգտոնը մտածում է մի կողմ քաշվել ուկրաինական կոնֆլիկտի շուրջ բանակցություններից։ Մարկո Ռուբիոն այդ հայտարարությունը երեկ արել է Ֆրանսիայում եվրոպացի գործընկերների ու Զելենսկիի թիմի հետ հանդիպումից հետո։ Սա մեր պատերազմը չէ։ Մենք այլ առաջնահերթություններ ունենք, որոնց վրա պետք է կենտրոնանանք։ Այժմ հասնում ենք մի կետի, երբ պետք է որոշենք՝ հնարավոր է խաղաղության հասնել, թե ոչ։ Բայց մենք լավատես ենք ու հուսով ենք, որ կարող ենք ավարտին հասցնել այս պատերազմը, այս ծանր պատերազմը։ Որոշ փորձագետներ պնդում են, որ ուկրաինացի պաշտոնյաների հետ ընդհանուր հայտարարի չի կարողացել գալ ԱՄՆ պետքարտուղարը։ Դրա համար էլ Վաշինգտոնը հաջորդ շաբաթ Լոնդոնում վերջին ճիգերն է գործադրելու լուծելու հակամարտությունը։ New York Post-ը գրում է, որ Միացյալ Նահանգները ու Զելենսկիի դաշնակիցները կրակի ամբողջական դադարեցման պլանն են քննարկելու Մեծ Բրիտանիայում, որից հետո կողմերը մտադիր են խոսել Ռուսաստանի հետ եւ հայտարարել, որ պետք է դադարեցվեն ռազմական գործողությունները։ Միացյալ Նահանգները իր առաքելությունը ավարտին հասցնելու համար պատրաստ է նույնիսկ Ղրիմը ճանաչել ռուսական տարածքի մաս։ Այս մասին Bloomberg-ն է գրել, հղում անելով իր աղբյուրներին։ Պարբերականը սակայն նշել է, որ Վաշինգտոնը այս հարցի վերաբերյալ դեռևս վերջնական որոշում չի կայացրել։ Հասմիկ Սերոբյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։